Ժամանակին Հայկոն շարականներ էր երգում հայկական եկեղեցու երգչախմբում։ Իրեն հայրենասեր է համարում, սակայն հայերեն վաղուց արդեն չի երգում։ Ասում է, որ հայ լինելը իրեն ամենևին էլ չի խանգարում սիրել Թուրքիան և պարծենալ այդ երկրի հաջողություններով։ Հարգավտ է հայ ըսկացում ունիմ։ Հիմա ընկերներս ինձ գսեն որ տուն մայրիտ, հայրիտ, հայ զավակն ես և պետք է որ հայերեն լեզուն քու զավակիդ սորվեցնես։ Զավակ չունես։ Չունիմ, դակավին, բայց եթե ունենամ, ուզեմ որ հայերեն լեզուն և հայերեն եկեղեցին, հայերեն մտածումը սորվի։ Հայկոն երազում է հայ և թուրք ռոք կատարողների զուգերգերի ձայնասկավառակ թողարկել։ Արդեն համաձայնություն է ձեռք բերել թուրք մի քանի գործընկերների հետ, որոնց հետ շատ մտերիմ է։ Հայկոն համոզված է, որ հայ և թուրք ժողովուրդների միջև տարիներ անց կարող են հաստատվել նույնչափ ջերմ հարաբերություններ։ Անակպաներ գլագոր, որ մեկ շապատի մեջ մեկը քու դուշման թշնամիտ գլագոր, մեկ շապատ վերջը անիգա քու դոստուն ուլի, պարեգամըտ գլագոր։ Պոլսահայ Բոհեմայում կան նաև հայկական հարցի նկատմամբ շատ ավելի արմատական մոտեցում ունեցող մարդիկ։ Առաջին մասնագիտությամբ նկարիչ Սարգիս Փաչաջյան սյուրռեալիստական ոճով ձևավորված մի փոքրիկ սրճարան ունի Ստամբուլի ամենաէլիտար թաղամասի կենտրոնում։ Այն անվանել է Նարեկացի Դերզոր և դրանով ամեն ինչ արդենացվում է։ Մշտական բոլոր այցելուները, իսկ դրանք հիմնականում թուրքեր են, գիտեն, որ Դերզորը այն անապատի անունն է, որտեղ քշել էին ցեղասպանության զոհ դարձած հայերին։ Տշնամականը այստեղ եկող ժողովրդի մեջ չկա։ Բայց արդեն ով այստեղ գալիս է, արդեն ամեն ինչ ընդունում է, այստեղ հայկական է, արդեն ցեղասպանությունը ընդունված է այստեղ։ Արդեն այս արվեստի իմաստը ցեղասպանության հետ կապ ունի, իրենք դա հասկանում են, հարկանք ունեն։ Սարգիսը համայնքում ազգայնականի համբավ ունի, բացառիկ երևույթ է ժամանակակից Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացու համար։ Պետական քարոզչությունն է ստիպում ազգայնական դառնալ, ասում է Սարգիսը։ Շատ դժվար է, ապրիլ ամիսում մոդիկանում է, 2-3 ամիս առաջ արդեն սկսում են հեռուստացույցերի մեջ կամ թերթերի մեջ հագահայ բաներ, լուրեր կամ մտածումներ, քիրեր, այդպես։ Ատի աշխարհում այդպես բան չկա, շատ մեծ այս կայնամոլությունը հայերության իրենց վրա աստում է։ Թուրքիայում ավանդական հայկական կուսակցությունների գործունեությունը արգելված է, պոլսահայերի մշակութային, հասարակական և որոշ չափով նաև քաղաքական կյանքի կենտրոնը եկեղեցին է։ Աշխարհում երևի չկան եկեղեցուն ավելի հավատարիմ հայեր, քան պոլսեցիներն են։ Պատկերացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում պոլսոհայ համայնքը, բավական է նշել, որ այստեղ գործում է 38 հայ առաքելական, 10 հայ կաթոլիկ և 2 հայ ավետարանչական եկեղեցի։ Պատկերացրեք, 50 հայկական եկեղեցի մի քաղաքում։ Պոլսի հայոց պատրիարքության շենքն է։ Շենքի անվտանգության համար պատասխանատու են միաժամանակ մի քանի հատուկ ծառայություններ։ Պատրիարքի օգնական Վաղարշակ Սերոբյանը համարում է, որ պետությունը այժմ իսկապես ամեն ինչ անում է անվտանգությունը ապահովելու համար։ Դրան արխիվի պաշտոնությունը պետությունը կդրամատրի ոստիկանությունը, ատկեզատ մենք ինչպես դուք մնաք քվնդի турում պետք է արածալանցեզի։ Այդտեղ անվտանգություն մագամ, ատկեզատ բազմաթիվ կամերաներ ամբողջ շենքը կհսկեն 4 կողմերը։ Պաշտպանությունը ավելի է ուժեղացվել Հրանտ Դինքի մահվան 40-րդ օրը եկեղեցում անցկացված արարողության ժամանակ պատրիարքի վրա կատարված մահափորձից հետո։ Դա նմանօրինակ առաջին միջադեպը չէր։ Ստամբուլցիները հիշում են պայթյունները, որոնք տեղի էին ունեցել հայկական Սուրբ Աստվածածնի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մոտ 2002 թվականի հունիսին։ Ատկե ավելի առաջ 1980-ներուն սկիզբը անգամ այստեղ բանբադահած է, բադիակարանի դրան արջև։ Այս բարեպախտը բարդանք զոհմը չունեցանք։ Բայց հիմա ապահովության համար լա մենք լա ոստիկանությունը շատ ուշադիր է։ Միշտ կա այդ վախը։
Պատրիարքության շենքում վերջին 100-ամյակի ընթացքում քիչ բան է փոխվել։ Միայն թե Աթաթուրքի պատկերը ներդաշնակ չէ ընդհանուր ինտերիերին։ Իսկ Մուստաֆա Քեմալի նկարը պարտադիր է ամենտեղ, հա, ընդունված կարգ է։ Պաշտոնյաներում մեջ իր նկարը պետք է գտնվի։ Ադոնար մեկ օրինակ այստեղ, մեկ այդ բադիակի օֆիսը իր նկարը դեղը գրավի։ Դա պարտադիր պայման օրենք է, հա, այո։ Պաշտոնյաներում մեջ, մինչև եթե դուք այսօր խանութ ունենաք, խանութի մեջ էլ մեկ օրինակ պետք է գտնվի։ Թուրքի օրենքով։ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հանդեպ բազմաթիվ հայաստանցիների եւ սփյուռքահայերի վերաբերմունքը միանշանակ չէ։ Ոմանք կարծում են, որ նրա կախվածությունը Թուրքիայի քաղաքական ղեկավարությունից ավելի մեծ է, քան կարող է լինել։ Հայ լոբիստները չեն կարող ներել պատրիարքին այն, որ նա արևմտյան երկրների խորհրդարաններում ցեղասպանությունը ճանաչելուն դեմ է արտահայտվում։ Պոլսահայերի հոգևոր առաջնորդի կողմնակիցները նրա նման քայլերին ամենապարզ բացատրություններն են տալիս։ Եթե ուզում է պահպանի հայկական համայնքը, այսինքն հայկական եկեղեցիները, հիվանդանոցները, դպրոցները, ինչ որ միտեղ էլ թուրքական կառավարության թելադրանքով պետք է քայլի, ինձ թվում է։ Քարենի բادرجարքարանի միշտ բեդության ջշման դա եղած է։ Այսօր էլուսա միշտ այդպես է եւ բادرجարքները միշտ արդեն այդ ջնշումին հետևանքով գարկում է իրենց որոշումները դված են, քիչ մի ետ մնացած են, միայն Մութաֆյան բادرجարքին համար չի, ասկի առաջման բادرجարքներն համար այդպես եղած է։ Հոմոգեն գեցվածք չի գա համայնքի մեջ բادرجարքային անտիպ կարգում մարդիկ, որ իրենց հավատքով կհետևին, կարգում մարդիկ կքննադատեն, բայց արժեքը գուդան բادرجարքին։ Այսպես թե այնպես հրատարակիչ Ռոբերտ Քոփտաշը ընդունում է, որ այսօր միայն պատրիարքն է, որ իրավունք ունի հանդես գալ համայնքի անունից։ Միայն նա է իզորու հասցնել պոլսահայերի ձայնը երկրի իշխանություններին, քանի որ հայերը թուրքական օրենքների համաձայն համարվում են ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնություն։ Իդեպ դրանում կան նաև որոշ առավելություններ։ Դա հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին ունենալ ազգային դպրոցներ եւ մշակութային հաստատություններ։ Օրինակ իսլամ դավանող քրդերը զրկված են այդ հնարավորությունից։ 15 վարժարաններ կբայենք։ Եթե ըսպիրք համարենք թե չհամարենք 60,000 հոգինոց քաղուտի համար կամ 70,000 հոգինոց չեմ գիտեր թիվը հստակ 15 վարժարանը այնքան էլ քիչ թիվ չէ։ Մենք 15 վարժարան ոչ Փարիզում ունենք, ոչ որևէ արևմտյան մի քաղաքում։ Սակայն այնինչ արկա է եկեղեցական դպրոցներում դժվար է ազգային կրթություն անվանել։ Խնդիրը նույնիսկ դրանում չէ, որ առարկաների առնվազն կեսը պարտադիր պետք է դասավանդվի թուրքերեն։ Գլխավոր խնդիրը ուսումնական ծրագրերի բովանդակությունն է, որը թելադրում է Թուրքիայի կրթության նախարարությունը։ Այս 6 տարեկան դպրոց էր մենք հայ դպրոց հայերեն սովորելի համար, բայց թուրքերեն ամիդի սովորենք։ Թուրքերեն սովորելը ադեն թուրքերը պատմությունը մեծ սովորում ենք որքան վատ ազգ ենք մենք մեր ազգը ու մենք թշնամի ենք 2003-ի ապրիլին կրթության նախարարը բոլոր այդ թվում նաև հայկական դպրոցներ հրահանգ է ուղարկել այն մասին թե ինչ միջոցառումներ պետք է անցկացվեն մեջբերում եմ հայերի ցեղասպանության մասին անհիմն մեղադրանքների դեմ արդյունավետ պայքարի համար Այդ հրահանգի համաձայն հայկական վարժարանների բոլոր աշակերտները պարտավոր են ամեն տարի շարադրություն գրել առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դավաճանության մասին։ Ահա այսպիսի ճնշման պայմաններում անիմաստ է խոսել Թուրքիայի հայերի քաղաքացիական իրավունքների պաշտպանված լինելու եւ նրանց ազգային արժանապատվությանը սպառնալիքների բացակայության մասին։ Այդ ճնշումը սովորաբար ել ավելի է սաստկանում, երբ օտարերկրահերթական խորհրդարանում բարձրացվում է ցեղասպանության հարցը։ Այս իմաստով պոլսահայերը անհանգստությամբ են սպասում այն օրվան, երբ հայկական բանաձևը կրկին կմտնի ամերիկյան կոնգրեսի օրակարգ։ Երբ որ Ամերիկայի մեջ ասպանը ընդունվի ցեղասպանության հարցը, իրավես մենք բավական դժվար օրերին դիանցնենք։ Բայց ասում եմ, ոչ թե բահոգենաց բաներ են, օրեր են, այլ առօրյայի մեջ բավական դժվարություններ ունենանք։ Թուրքական հասարակության մեջ ինտեգրված պոլսահայերը ամեն դեպքում իրենց ավելի պաշտպանված են զգում, քան այստեղ վերջին 15 տարվա ընթացքում տեղափոխված հայաստանցիները։ Իսկ դրանք որքան էլ զարմանալի չէ, քիչ չեն։ Տարբեր տեղեկությունների համաձայն 25-ից 50,000։ Այստեղ իհարկե տեղին է հետևյալ հարցը. ինչ են նրանք փնտրում մի երկրում, որտեղ վերաբերմունքը հայերի նկատմամբ երբեմն թշնամական է։
իրենց օրվա հացը շահելու համար սկսան հոսքալ։ Եվ ընդհանրապես դիգինները իմ որոնք դուներու մեջ իբր օգնական աշխատին։ Սկիզբը ընդհանրապես հայերու կողը աշխատին, բայց այսօր